Ով է Հայաստանի անվտանգային երաշխավորը, երբ ՀԱՊԿ-ին վերադարձնան իրատեսական է, արևմուտքից էլ հստակ երաշխիքներ չկան։ Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի, Թրամփի նոր սպառնալիքն ու վերջնագիրը, Իրանում կամուրջներ եւ երկաթգծեր են շարքից հանվել։ Չեռնոբիլից ավելի ավերիչ ռադիոլոգիական աղետի ստվերը կախված է Պարսից ծոցի տարածաշրջանի վրա, Ռուսաստանի արտգործնախարարության զգուշացումը։ Ում կտայիք ձեր ձայնը, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի, միջազգային Գելափի հարցման արդյունքները։ Իշխանությունը ընտրություններից առաջ փոխում է խաղի կանոնները, կուսակցության անվան մեջ անձնանուն պետք է չլինի, ում դեմ է նախաձեռնությունը։ Սննդի զամբյուղը կիսատվում, դրամապանակներն է դատարկում, միսն ու կաթնամթերքը օրորի թանկանում են, պատերազմի ազդեցությունը սննդի շուկայի վրա։ Պարտադիր եւ հստակ նշել, որ հեռուստակոնտենտն արհեստական բանականությամբ է գեներացված, կարգը խախտողները կտուգանվեն 300,000 դրամով։ Ապրիլի 7-ը մայրության եւ գեղեցկության տոն, եկեղեցին Աստվածածնի ավետման տոնը հռչակել է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Ով է Հայաստանի անվտանգության երաշխավորը, Փաշինյանը Մոսկվա այցից հետո միանշանակ հայտարարեց, վերադարձը ՀԱՊԿ-ին անիրատեսական է։ Միաժամանակ Բելարուսի նախագահն է անհանգստացել Հայաստանի հետ զգույշ եւ կոռեկտ լինելու առաջարկ է անում։ Մերձավոր Արևելքում եռացող պատերազմի ընդլայնվելու դեպքում ինչ վտանգի առջև կկանգնի մեր երկիրը, երբ արևմուտքից հստակ անվտանգային երաշխիքներ չկան, Երևանն էլ ՀԱՊԿ-ից երես է դարձնում։ Նաիրի Մուրադյանի անդրադարձը։ Есть у нас проблемные вопросы. Երբեմն ոչ կոռեկտ պահվածքով ու ավելի շատ հեգնանքով Հայաստանի իշխանությունների հանդեպ բադ կամ Բելարուսի նախագահ Լուկաշենկոն փորձում է Հայաստանին հետ բերել ՀԱՊԿ կառույց, թե հակառակը։ Нам надо быть более корректными и аккуратными в работе с Арменией. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է շատ զգույշ եւ կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում։ Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում ՀԱՊԿ-ում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպությունում։ Լուկաշենկոն ասում է, թե Հայաստանում բարդ իրավիճակ է, նախընտրական շրջան։ ՀԱՊԿ-ի թեման ըստ վերլուծաբանների Հայաստանում այո կարող է ընտրապայքարի մաս լինել, լարվածություն ստեղծել։ Հայաստանում ընտրություններ են ու այդ ՀԱՊԿ-ի թեման կարա մաս լինի ընտրապայքարի ու այդ կոնտեքստում պետք է դա հաշվի առնել, որ պատասխան հայտարարություններ եւ այլն որ չլինի, հատկապես Բելարուսը, որը ասենք ասենք երկրորդ էլ է Ռուսաստանից հետո ակտիվ անդամն է կազմակերպության, իրանք ինչ որտեղ շահագրգռված են, որ այդ կոնֆլիկտը Հայաստանի ՀԱՊԿ-ի հետ կապված չխորանա։ Բադկան սակայն չի հիշատակում, որ ինքը նույն կառույցի անդամ պետության ղեկավար լինելով չարձագանքեց 2022-ի Ադրբեջանի ռազմական ագրեսիային Հայաստանի դեմ, երբ հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ ունեցավ խաղաղ բնակչության եւ զինվորների շրջանում։ 2022 թվականին ունենք կոնկրետ իրավիճակ եւ իմ կարծիքով ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է գործարկվեին, բայց դրանք չգործարկվեցին եւ դա իհարկե հանգեցրեց այն իրավիճակին, որը մենք ունենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում։ Մենք այժմ չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Պարզ պատճառով մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, թե ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց եւ չարձագանքեց ի հեճուկս այն պարտավորությունների, որոնք գոյություն ունեն հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն։ ՕԴԿԲ не среагировала. Կազմակերպության մյուս անդամները իրանք ռեսուրսներ չունեն, որ ինչ որ ձև այդ իրավիճակի վրա ազդեն։ Պատմիան, ինչպես մենք գիտենք, իրանք գալի մասը առնվազն իրանք շատ ավելի մոտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, քան նույնիսկ Ռուսաստանը։ Մյուս կողմից Հայաստանի իշխանությունները եւս հետեւողական չեն եւ ակտիվորեն չեն էլ բարձրաձայնում, որ Ադրբեջանը ինքնիշխան Հայաստանից տարածքներ է օկուպացրել, դիրքավորվել առավել նպաստավոր կետերում, եւ Ադրբեջանի յուրաքանչյուր օկուպացրած տարածքից ջերմուկը Վարդենի Սեսյունիքի տարբեր հատվածներ թշնամու նշանառության տակ են հայտնվել։ Հետաքրքրական է, ում է տեսնում Հայաստանը իր համար որպես անվտանգային երաշխավոր, երբ տարածաշրջանը Մերձավոր Արևելքը եռում է, ում ձեռքը պետք է բռնի ու օգնություն խնդրի, եթե պատերազմի մասշտաբներն ընդլայնվեն։ Հյուսիսից Հայաստանը կարծես թե ձեռքերը լվացել է, արևմուտքում անվտանգային հստակ երաշխիքներ դեռ չեն տվել։ Հայաստանը կողմնորոշում է ոլորտում փոխում է դեպի եվրոպական երկրներ, դեպի Հնդկաստան, այսինքն եթե ինչ-որ գնումներ էլ կան ՀԱՊԿ-ի գծով շատ սահմանափակ է։ Ադրբեջանի երաշխավորը անվտանգության ամենամեծ Հայաստանի Հանրապետությունն է։
իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը Ադրբեջանն է։ Փաշինյան-Պուտին մոսկովյան հանդիպումից հետո համենայն դեպս Փաշինյանի ձևակերպումն էր այդ մասին վկայում։ Առաջիկա 1-2 տարում Հայաստանի վերադարձ հապկ չի սպասվում։ Վերադարձի առումով փոփոխությունը ակնկալելը իրատեսական չէ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Նրանք քննարկել են միջխորհրդարանական կապերին եւ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչման աշխատանքները։ Անդրադարձ է եղել առաջիկա բարձրաստիճան այցերի եւ միջոցառումների օրակարգային հարցերին։ Միրզոյանն ու Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների եւ իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ։ Իսկ ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում, Իրանի դեմ նոր սպառնալիք է հնչեցրել Սպիտակ տան ղեկավարը։ True Social-ի իր էջում Թրամփը գրել է, թե այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի եւ այլևս երբեք հետ չի բերվի։ Թրամփը նշել է, թե իբր չի ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար այդպես էլ կլինի։ Թրամփը գրել է, մեջբերում եմ հիմա, երբ մենք ունենք ամբողջական եւ լիակատար վարչակարգի փոփոխություն, որտեղ գերակշռում են այլ ավելի խելացի եւ պակաս արմատականացված մտքեր, գուցե ինչ որ հեղափոխականորեն հրաշալի բան տեղի ունենա։ Մենք դա կիմանանք այս գիշեր, գրել է Սպիտակ տան ղեկավարը, ավելացրել, որ այն կարող է դառնալ պատմության ամենակարևոր պահը։ Միաժամանակ հայտարարություն է արել փոխնախագահ Ջեյ Վենսը, ասել, որ վստահ է մինչև երեկոյան ժամը 8-ը կստանան իրանցիների պատասխանը եւ հույս ունի, որ նրանք ճիշտ պատասխան կտան։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն էլ իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից կարմիր գծերը հատելու դեպքում պատասխանը դուրս կգա տարածաշրջանի սահմաններից։ Այսօր արդեն Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հարձակվել են իրանական Խարկ կղզու վրա, որը Իրանի նավթի արտահանման գլխավոր հանգույցն է։ Իրանական Մեհր գործակալությունը գրում է, որ Ամերիկա սիոնիստական թշնամին մի քանի հարձակում է իրականացրել Խարկ կղզու վրա, որոտացել են պայթյուններ։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ավիահարվածներ են հասցրել Թեհրանից դեպի արևմուտք գտնվող Քերեջ քաղաքի երկաթուղային գծերին։ Առնվազն 2 մարդ է զոհվել իրանական Քաշան քաղաքում երկաթուղային կամրջին Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով։ Հարվածների հետևանքով ավերվել է Թեհրանի նահանգում գտնվող Սորխ Հեսար գետի վրայով անցնող միակ երկաթուղային կամուրջը։ Իսրայելի զինված ուժերի տվյալով այսօր հարձակման է ենթարկվել Իրանի կարևոր նշանակության 8 կամուրջ։ Իրանի Ահվազ քաղաքում մարդիկ կենդանի շղթա են կազմել քաղաքի գլխավոր կամուրջներից մեկի վրա։ Իրանի քաղաքացիները կենդանի պատ են կազմել նաև էլեկտրակայանների մոտ, դրանց հարվածելու Թրամփի սպառնալիքներից հետո։ Նմանատիպ բողոքի ակցիաներ են կազմակերպվել Իրանի Կազերում, Նեքա, Բուշեր եւ Թավրիզ քաղաքներում, որտեղ գտնվում են խոշոր էլեկտրակայաններ։ Նրանք փորձում են ազդարարել, որ քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելը ռազմական հանցագործություն է։ Մոսկվան հայտարարություն է տարածել, կողմերին կոչ արել հրաժարվել սպառնալիքների եւ վերջնագրերի լեզվից։ Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ագրեսիայի հետևանքով առաջացած լայնածավալ միջազգային ճգնաժամը շարունակում է ամեն օր ընդլայնվել եւ խորանալ։ Ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ, նշվում է, որ հարվածները թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները, ՄԱԳԱՏԷ-ի պաշտպանության տակ գտնվող միջուկային օբյեկտները։ Հատկապես մտահոգիչ են Բուշերի ատոմակայանի վրա կատարվող անխոհեմ հարձակումները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։ Չեռնոբիլից ավելի ավերիչ ռադիոլոգիական աղետի ստվերը կախված է Պարսից ծոցի տարածաշրջանի եւ Եվրասիայի հարակից մասերի վրա, ասված է հայտարարությունում։ Հիշեցնեմ, որ Իրանի Բուշեր ատոմակայանից այս օրերին տարհանվել է 175 ռուս աշխատակից, որոնք Ռուսաստան են մեկնել Հայաստանի տարածքով։ Ավելի քան 14 միլիոն քաջարի իրանցի արդեն հայտարարել են Իրանի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերելու պատրաստակամության մասին, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նա նշել է, որ ինքը նույնպես եղել է, կա եւ կլինի այն մարդը, որը պատրաստ է կյանքը տալ հանուն Իրանի։
New York Times-ը հրապարակել է Իրանի 10 կետից բաղկացած ծրագիրը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համար։ Ըստ պարբերականի առաջարկը ներառում է չհարձակման երաշխիքներ, Լիբանանում Հեզբոլլահի ուղղությամբ հարվածների դադարեցում եւ բոլոր պատժամիջոցների չեղարկում։ Թերթի տվյալով Թեհրանը կբացի Հորմուզի նեղուցը, սակայն յուրաքանչյուր նավի համար կսահմանի մոտ $2 միլիոն չափով վճար, որը Իրանի իշխանությունները մտադիր են կիսել Օմանի հետ։ Ըստ ծրագրի Իրանը իր մասնաբաժինը կօգտագործի ենթակառուցվածքները վերականգնելու համար եւ Վաշինգտոնից ու Թել Ավիվից ուղղակի փոխհատուցում չի պահանջի։ Իրանի հետ պատերազմի պատճառով Իսրայելի իշխանությունների դեմ ցասումը Իսպանիայի Մալագա քաղաքի բնակիչները յուրահատուկ ձևով են արտահայտել։ Հուդայի այրման հավանդական ծիսակատարության ժամանակ նրանք խարույկ են նետել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խրթվիլակը։ Հիշեցնեմ, որ Իսպանիայի վարչապետը միակն է եվրոպական երկրների առաջնորդներից, որ բացահայտ քննադատում է Ամերիկա-իսրայելյան ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Ում կտայիք ձեր ձայնը, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի, միջազգային Գելափի հարցման արդյունքները։ Իշխանությունը ընտրություններից առաջ փոխում է խաղի կանոնները, կուսակցության անվան մեջ անձնանուն պետք է չլինի, ում դեմ է նախաձեռնությունը։ Սննդի զամբյուղը կիսատվում, դրամապանակներն է դատարկում, միսն ու կաթնամթերքը օրորիթ անկանում են, պատերազմի ազդեցությունը սննդի շուկայի վրա։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Իշխանությունը ընտրություններից առաջ փոխում է խաղի կանոնները, ազգային ժողովը այսօր արտահերթ նիստ է հրավիրել հրատապ ռեժիմով քննարկելու եւ ընդունելու ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունները, համաձայն որոնց քաղաքական դաշինքների, կուսակցությունների անվանման մեջ անձնանուններ չպետք է լինեն։ Խորհրդարանը 1 օրում հասցրել է 2 անգամ քվեարկել եւ առաջին ու երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է փոփոխությունը։ Կողմ է քվեարկել 67 падգամավոր, դեմ 6-ը։ Լիազորություններն ավարտող խորհրդարանում իշխանությունն արտահերթ է հրավիրել առաջիկա ընտրություններից 2 ամիս առաջ ՔՊԱ-ականներն ընտրական օրենսգրքում փոփոխություններ են ուզում անել, խաղի կանոններն են խմբագրում։ Հրատապությունը կայանում է նրանում, որ սույն թվականի հունիսի 7-ին նախատեսված են ազգային ժողովի հերթական ընտրություններ։ Ընտրություններն արդյունավետ կազմակերպելու համար ըստ քաղաքացիական պայմանագրից Արուսյակ Ջուլհակյանի դեռ մեխանիզմներ են պետք, մեկը լավարկելու քվեարկությունը վերահսկելու արգելքի գործիքակազմը, մյուսն էլ հստակ սահմանելու, թե քաղաքական հայտ ներկայացնող թիմերը ինչ անուն պետք է ընտրեն իրենց ուժի համար։ Իշխանական падգամավորներն արգելքի առաջարկ ունեն, օրենքի ուժով են ամրագրում, օրինակ անուն ազգանուններով քաղաքական թիմեր պետք է չլինեն։ Միայն թե падգամավորները եկել են նիստին, նախագծերին ծանոթ չեն, ընդդիմությունից են պնդում։ Լավագույնը արդեն կայքում դրված է նախագիծը, որ հասցնենք ծանոթանանք։ Հիմնավորել է իբր տեխնիկական վրիպակ է եղել եւ այլն, կուսակցությունների դաշինքի մեջ անձնանուններ, տեղանուններ չգրելու հարցը։ Բայց կա նաև միջազգային պրակտիկա, Հայաստանի տրված խորհրդատվություն, որ ընտրություններից առնվազն 1 տարի առաջ 1 տարվանից պակաս ժամանակահատվածում խաղի կանոններ չեն փոխում։ Հիմա որևէ մեկի համար էլ գաղտնիք չէ, թե այս ընտրական օրենսգրքի փոփոխության նպատակը ինչ է։ Նախագիծը շրջանառվել է 3, չգիտեմ ինչու եք դուք եկել նիստի եւ չեք հասցրել դրան ծանոթանալ, դա իմ խնդիրը չէ, բայց խոսելով այն մասին, որ առհասարակ խորհուրդ չի տրվում, հա, ընտրական օրենսգիրքը փոխել ընտրություններից կարճ ժամանակ առաջ, Վենետիկի հանձնաժողովը ունի նման ռեկոմենդացիա, ճիշտ եք, բայց այդ ռեկոմենդացիան վերաբերելի է միայն հիմնարար կանոններին, դրանք հետևյալն են, ընտրակարգը, ընտրական հանձնաժողովներին անդամակցության հարցը եւ երրորդը ընտրական տեղամասերի փոփոխությունները։ Թեև հարցի բուն քննարկումը դեռ չի սկսվել, իշխանական падգամավորի հիմնավորումներն այսուհանդերձ չեն համոզում ընդդիմադիրներին։ Կապ չունի, թե դուք ինչ պատճառաբանություն եք դրել, տեխնիկական ենք, նախադասությունը կեսից ջնջվել էր եւ այլն, դուք օրենսդրություն եք փոխում ընտրական ընտրություններից 2 ամիս առաջ։ Եվ եթե ինչ-որ մեկ ասում է, որ սա հիմնարար փոփոխություն չի, լուրջ եք ասում։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է եւ արգելում է դա անել, լուրջ։
Իշխանություն ընդդիմություն լեզվակռիվն ու փոխադարձ կսմիթները հանդարտվում են, երբ օրակարգը հաստատելու քվեարկության պահն է գալիս, իսկ այն այսպես թե այնպես հաստատվելու էր, միայն 40 ձայն էր պետք, ՔՊ-ի քվեարկությունն արդեն բավարար էր։ Պատգամավորները վերադառնում են առաջ բերած բուն հարցերին, հիմա արդեն նաև 2021-ի ընտրությունների փորձին։ Անկամ եթե ինքը տեխնիկական այնպիսի վրիպակ է, որը ազդում է ընտրական միջավայրի վրա, մեր պնդումը սա է, ինչ հիմնավորումներով եք դուք դա անում։ 21 թվականի շատ է ազդել անունները ընտրական գործընթացների վրա։ Շարունակվում են օգտագործվել անձնանուններ, որոնք որևէ կերպ չեն բխում համամասնական ընտրակարգի էությունից։ Այսինքն մենք անցել ենք համամասնական ընտրակարգի, որը շարունակել է մնալ մեծամասնական։ Խորհրդարանում ընդհանուր հայտարարի այդպես էլ չեն գալիս։ Բանավեճի երկու կողմում էլ մնում են իրենց դիրքորոշմանը։ Պատկերը նույնն է նաև ցուցատախտակին։ Ընդդիմադիրների գույնը կարմիրն է, դեմ են նախագծին, իսկ իշխանությունը վառում է կանաչ լույսը թիմակիցների առաջարկին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Խորհրդարանի քննարկմանը զուգահեռ ուժեղ Հայաստան կուսակցությունը ազգային ժողովի դերպասների դիմաց հրատապավակ է հրավիրել։ Մասնակիցները պնդում են, որ իշխանությունը ընտրական օրենսգրքում այս փոփոխությունը հրատապանում է, որպեսզի առաջիկա ընտրություններում չլինի Սամվել Կարապետյանի անուն ազգանունը, թեպետ երկու այլ ուժերի հետ միավորմամբ իրենք արդեն հայտարարել էին դաշինքի անվան մեջ Կարապետյանի անունը կար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան հայտերը ներկայացնելուց ժամեր առաջ, որտեղ կարող եմ նույնիսկ այս ձևակերպումը օգտագործել, ժամեր առաջ ներկայացվի ընտրական օրենսգրքի նման սուբստանտիվ փոփոխություն։ Ինչի եմ օգտագործում սուբստանտիվ եզրույթը, այսինքն հիմնարար բովանդակային, որովհետև Վենետիկի հանձնաժողովը հենց նման վարքագիծը արգելում է։ Գելապ International ասոցիացիայի Հայաստանի ներկայացությունը ապրիլի 1-ից 3-ը հարցում է իրականացրել 1001 անձանց շրջանում, թե որ կուսակցություններին դաշինքներին ձայն կտար Հայաստանի քաղաքացին, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի։ Հարցման արդյունքների համաձայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 24.3%, ուժեղ Հայաստանը 13.4%, ԲՀԿ-ն 7.9%, իսկ Հայաստան դաշինքը 5.5%։ Քաղաքական որոշ ուժեր ըստ հարցումների արդյունքների դրական տեղաշարժ են արձանագրել։ Ես ասում եմ դրական աճը կապված մեր նաև վերջի 2-3 ամսվա ընթացքում իրականացված փակ հարցումների տվյալներով ես կարողանում եմ տենդենսները տեսնել եւ ստեղ կա դրական աճ եւս Հայաստան դաշինքի մոտ, դոկ կուսակցություն 3.1% եւս ունի դրական աճ տենդենս, Հայաստանի Հանրապետական կուսակցություն 1.9%, Լուսավոր Հայաստան կուսակցությունը ունի դրական շարժ 1.7% են ասել, որ իրենց քվեարկելու են, Հայաստանի Շնորհապետական կուսակցություն 1.5%, Միասնության թևեր 1.5%, Հանրապետություն կուսակցություն 1.1% եւ Հայ ազգային կոնգրես կուսակցություն 1.1%։ Տատիկ պապիկները չհասցրին զգալ թոշակի ավելացումը, համատարած թանկացումներ են սննդի շուկայում, սուպերմարկետներում մսամթերքի պասաժների առջև հերթեր չկան։ Կաթնամթերքի և ձվի գներն էլ սրընթաց վերև են թռչում, քաղաքացիները բողոքում են, տուն են գնում դատարկ գրպանով, սննդի կիսած զամբյուղով։ Մասնագետների կարծիքով թանկացումների պատճառը նաև հարևան երկրում պատերազմն է, որ շարունակվելու դեպքում ավելի մեծ գնաճի, որոշ ապրանքների դեֆիցիտի կարող է բերել։ Մի քանի օր է ինչ թոշակառուները վայելում են իրենց ավելացած թոշակից բխող արդյունքները։ Նկատի ունենք, որ տարեցները հիմա գնում են ավելի շատ ապրանք, քան նախկինում էր։ Կարող են իրենց թույլ տալ ավելի թանկարժեք գնումներ, բայց սա միայն թղթի վրա։ Իրականում վերջին ամիսներին առաջնային սպառման ապրանքների շուկաներում, մասնավորապես սննդամթերքը էական գնաճ է գրանցել։ Վերջին հրապարակված տվյալների համաձայն գնաճը սննդի շուկայում կազմում է 7.8%։ Այնպիսի ապրանքախմբերը, ինչպիսիք են ասենք հացաբուլկեղենը ու ձավարեղենը ու բանջարեղենը շուրջ 3% աճի տեմպ ունեն նախ տարվա մարտի նկատմամբ, իսկ օրինակ մսի դեպքում մենք ունենք շուրջ 9.4% գների աճ, կաթնամթերքի, պանիրի եւ ձվի գներում շուրջ 12.8% գների աճ, այսինքն ընդհանուր առմամբ գների աճի տեմպը այստեղ մտնեն բարձր է։ Թվում է, թե տարբերությունն էական չէ։ Ասենք 1 տարի առաջ 100 դրամ արժեցող կաթնային արտադրանքը հիմա արժե 113 դրամ, բայց գնաճը
Բնաճի տոկոսների հաշվարկն այսպես պարզ բացատրել հնարավոր չէ։ Սննդամթերքի հատվածը, որը ուսումնասիրվում է, բավականին լայն է։ Այդ ցանկի մի փոքր մասից է օգտվում բնակչության մեծ մասը։ Հայաստանում ջերմատնտեսությունների ստացվող մշակաբույսերն էլ այս տարի մի քիչ տարին հետ է, դեռ ցրտեր էին, դրա համար դեռ չի ջերմատնային տնտեսությունում աճեցող մշակաբույսերի գները։ Այստեղ սակայն հարցը միայն պահանջարկի աճի շրջանակում քննարկել հնարավոր չէ, նշում են մասնագետները։ Ակնհայտ է, որ սննդամթերքի շուկայում առաջ են եկել համակարգային խնդիրներ, որոնք գրեթե ամբողջությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացված սխալ քաղաքականության արդյունքն են։ Մասնավորապես խոսքը մսի շուկայում գրանցված գնաճի մասին է։ Գնաճը կապված է խոշոր եղջերավոր անասունների դեֆիցիտի հետ, որի պատճառով Հայաստանում արդեն 4050 դրամը հատել է 3400-ից, ներկրումներ չեն անում ու դրսից ներկրվածը սառեցված միս է, իսկ հայերը հիմնականը թարմիս են օգտագործում, դա էլ նշանակություն է։ Դրա համար տեսեք խանութներում դուք սառեցրած տավարի միս գրեթե չեք տեսնում։ Կա ենթադրություն, որ մսի գինը չի նվազի, քանի որ անասնապահությունը շարունակելու է մնալ ոչ ձեռնտու բիզնեսի տեսակ։ Պատճառը հիվանդությունների տարածումն է, թանկ անասնակերը եւ բազմաթիվ այլ չլուծված խնդիրներ։ Սրանից էլ բխում է սննդամթերքի մյուս խմբի՝ կաթնամթերքի գնաճը։ Երկրում անբավարար է հումքը, կաթը։ Պարսկաստանից է ներկրվում ահագին քանակ սերուց եւ այլ տարբեր կատնային հումք, որը վերամշակվում է Հայաստանում եւ արդեն պատրաստ է արտադրանքի տեսքով մտնում աշուկա ու չէր կարող այդ ազդեցությունը չունենալ։ Լոգիստիկ դժվարություններ կան, բեռնափոխադրումների գներն են բարձրացել, երբեմն ընդհատումներով է տեղի ունենում ու չէր կարող շուկայի վրա ազդեցություն չունենալ։ Այս խնդրի միակ լուծումը ինքնաբավությունն է, այսինքն սեփական կարիքներին լիովին բավարարող հացազգիների արտադրություն, մսակաթնատու անասունների բավարար քանակ։ Սրա համար անհրաժեշտ է ոլորտի պրոֆեսիոնալ կառավարում։ Մասնագետներն արդեն մի քանի տարի նշում են, որ առանց ճանապարհային քարտեզի եւ ունեցած ռեսուրսների արդյունավետ կառավարման մենք գնալով ավելի մեծ կախվածություն ենք ձեռք բերելու ներկրումներից, որոնք մի օր էլ մեզնից անկախ պատճառներով կարող է դադարեն։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Հայաստանի լեռնոտ ճանապարհները թակարդ բեռնատարների օտարերկրացի վարորդների համար սարուձոր բարձրանալ իջնելուց ծանր բեռնատարները հաճախ են հայտնվում վթարային իրավիճակներում, հատկապես ձմռանը։ Փորձագետների կարծիքով բեռնատարների վթարների հիմնական պատճառը վարորդների տեղանքին անծանոթ լինելն է, երկար ճանապարհ կտրել անցնելուց հոգնածությունը եւ անուշադրությունը տեղեկատու ցուցանակներին։ Կադրերում երևում է, թե ինչպես է թուրքական համարանիշով բեռնատարը վթարված հայտնվել մայթի վրա։ Մեքենան հյուսիս-հարավ նոր կառուցված ճանապարհի մոտ բախվել է մեկ այլ բեռնատարի, ապա առաջ ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, կոտրել երկաթե էլեկտրասյունը, ապա բնակչի տան քարե պարիսպը։ Վերջին շրջանում ճանապարհներին նկատվում է օտարերկրյա բեռնատարների ակտիվ հոսք եւ դրանց մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները հաճախ են հայտնվում լրահոսում։ Մասնագետների գնահատմամբ բեռնատարների մասնակցության վթարները մեծամասամբ տեղի են ունենում վայրեջքային եւ շրջադարձային հատվածներում, հիմնականում պայմանավորված իրենց բեռնվածությամբ։ Փորձագետները պատճառներից առանձնացնում են վարորդների անուշադրությունը եւ տեղեկատու ցուցանակներին չհետևելը։ Պատահարների պրակտիկան ցույց է տալիս, որ վարորդները հաճախ փորձում են վայրեջքային հատվածի շրջադարձային հատվածում անընդհատ ծանրաբեռնել իրենց բանվորական արգելակային համակարգը, ինչն էլ հանգեցնում է իր հերթին արդեն ճանապարհատրանսպորտային պատահարի։ Հայաստանի ճանապարհներին երթևեկության անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը ճանապարհային նշանների առկայությունը ու դրանք հստակ հասկանալն է։ Մասնագետների խոսքով այդպիսի նշանները թե տեսքով, թե պատկերանշանով համապատասխանում են միջազգային չափանիշներին, այսինքն նախազգուշացնող նշանները միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների համար պետք է անծանոթ չլինեն։ Փորձագետների դիտարկմամբ վարորդների հոգնածությունը եւս նպաստում է ճանապարհատրանսպորտային պատահարներին։ Միաժամանակ էլ տեղանքին գուցե ծանոթ չլինի, արդեն նշանի անտեսելը իրեն հանգեցնում է, որ ինքը իրեն զրկեց տվյալ հնարավորությունից, որտեղ ժամանակին պետք է տեսներ եւ միջոցներ ձեռնարկել։ Իսկ եթե ժամանակին միջոց չես ձեռնարկում, հաճախ զրկված ես լինում նաեւ պատահարը կանխելու հնարավորությունից։ Լեռնային ճանապարհների նեղ լինելու հանգամանքն է նաեւ դառնում պատճառ, որ օտարերկրյա բեռնատարների վարորդները դժվարանում են անցնել այդ հատվածները մանավանդ ձմռան ամիսներին։ Մասնագետները նկատում են նաեւ այն, որ օտարերկրյա վարորդները նույնիսկ ալկոհոլի ազդեցությամբ են վարում մեքենաները, բեռնատարների հետ վթարների մեծամասնությունը թեթև մարդատարների վարորդների անհանդուրժողականության ու չզիջելու հետևանքով է լինում։ Մանր վթարները բեռնատարների հետ։ Մեր մոտ հիմնականում օրինակ շրջանաձև երթևեկություններում ու նաև խցանումների ժամանակ են տեղի ունենում։ Դրա լավագույն լուծումը, որ
ժամային գրաֆիկով տարանջատվեն երթևեկությունները։ Մասնագետները ահազանգում են, որ բեռնատարների մասնակցության պատահարների դեպքում խնդիրներ են առաջանում նաև ԱՊՊԱ ոլորտում, քանի որ բեռնատարների վարորդները կնքում են կարճաժամկետ պայմանագրեր եւ դեպքից հետո լքում են երկիրը ու վարորդից կամ ընկերությունից գումար գանձելը դառնում է խնդրահարույց։ Այսպիսով ճանապարհներին օտարերկրյա բեռնատարների աճող հոսքը բերում է ոչ միայն տնտեսական ակտիվության, այլև անվտանգության նոր մարտահրավերների։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Պարտադիր եւ հստակ նշել, որ հեռուստակոնտենտն արհեստական բանականությամբ է գեներացված, կարգը խախտողները կտուգանվեն 300,000 դրամով։ Ապրիլի 7-ը Մայրության եւ Գեղեցկության տոն, եկեղեցին Աստվածածնի ավետման տոնը հռչակել է Մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Օրվա առավելագույն ջերմաստիճանը 23-ն է, որտեղ սպասել ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Բժիշկներն իրենց մասնագիտական խնդիրների մասին բարձրաձայնել չեն կարողանում, քանի որ հաճախ այդ պատճառով բժշկական հաստատությունների ղեկավարության կողմից ենթարկվում են ճնշումների։ Նշելով այս մասին, մի խումբ պատգամավորներ եւ ոլորտի մասնագետներ այսօր որոշել են առողջապահական համակարգի խնդիրներին ծանոթանալու եւ, ինչպես ասում են, արկա խնդիրների վերաբերյալ առաջին ձեռքից տեղեկություններ ստանալու նպատակով պտտվել մայրաքաղաքի պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում։ Ի թիվս այլ հարցերի պատգամավորները բժիշկների հետ խոսել են նաև առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում պացիենտների հոսքի ավելացման եւ վճարվող աշխատավարձի նվազման հարցերի մասին։ Պոլիկլինիկաներում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի կաբինետների փակման թեման նույնպես տեսադաշտից չի վրիպել։ Առաջին հերթը աշխատավարձներն է, չէ, մեր ֆիզիատրների։ Այստեղ կարևոր է բժիշկների ծանրաբեռնվածությունը, որ մեծանում է։ Դուք արդյոք դրան զուգահեռ բարձրացնում եք նրանց եկամուտները։ Արդյոք նրանց ծանրաբեռնվածությանը համահավասար են այն հնարավոր վարձատրությունը եւ փոխհատուցումները, որոնք որ պիտի արվեն պետության կողմից։ Տեղեկացված եք, որ նախարարը խորհուրդ է տալիս, որ ֆիզիատրները, ինֆեկցիոնիստները վերապատրաստվեն, վերապրոֆիլավորվեն, ընտանեկան բժիշկ դառնան, որովհետև այս կաբինետները նախատեսվում է ըստ նախարարի նախատեսվում է փակել պոլիկլինիկաներում։ Իսկ հիվանդների վիճակը ոնց է լինելու։ Եթե մենք այս կաբինետները փակում ենք ու իրանց վերապրոֆիլավորում ենք որպես ընտանեկան բժիշկ, ստացվում է, որ օրինակ եթե նույնիսկ բերովի մի հատ դեպք եղավ կամ օրինակ միտեղ բռնկում եղավ, ճիշտ արձագանք չի լինելու, ունենալու ենք ոչ թե լոկալ ինչ-որ խնդիր, որը որ կարող ենք լուծել, այլ համաճարակ։ Նոր լրացումներ են նախատեսվում տեսալսողական մեդիայի մասին օրենքում, փոփոխություններն ազգային ժողովում ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը։ Առաջարկում են, որ հեռարձակողները արհեստական բանականությամբ կամ բալ թվային տեխնոլոգիական լուծումներով գեներացված հեռուստաբովանդակությունը հեռարձակելիս տեսանելի հատվածում պարտադիր եւ հստակ նշեն այդ մասին։ Մխիթար Հայրապետյանի խոսքով վերահսկողությունն ու մոնիթորինգը իրականացնելու է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, իսկ խախտումներ արձանագրելու դեպքում կիրառվելու է տուգանք 300,000 դրամի չափով։ Եթե պատկերների կամ տեսանյութերի պարագայում պարտադրվելու է օրենքով, ինչպես նաև հանձնաժողովի ներքին իրավական ակտերով, ուրեմն հեռարձակման կամ նյութի սկզբում եւ վերջում տեսանելի շրիֆտով եւ պատկերով գրված լինի, գեներացված է ԱԲ-ի կողմից, լսողական հաղորդումների պարագայում հաղորդման սկզբում պիտի հայտարարվի այդ մասին եւ վերջում ռադիո հեռարձակվող բովանդակության վերջում պիտի հայտարարվի։ Այսօր կեսօրից հետո արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրում Շենիկ գյուղում մեքենան անկանոն վարելու պատճառով վիճաբանություն է եղել, որի ժամանակ 41-ամյա բնակիչը որսորդական հրացանով կրակել եւ սպանել է 48-ամյա համագյուղացուն, ապա փորձել փախչել հանրապետությունից։ Ոստիկանները Զվարթնոց օդանավակայանում նրան հայտնաբերել եւ ձերբակալել են։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Աստվածածնի ավետման օրը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II շնորհավորական ուղերձ է հղել տոնի առթիվ։ Սուրբ Աստվածամոր հավատավոր եւ առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար։ Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները, նշել է կաթողիկոսը, աղոթք բարձրացրել, որ ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի
մայրության բերկրանքի սպասող կանանց եւ շնորհի բարեհաջող որդեծնություն։ 2026 թվականի ապրիլի 15-ից երկրորդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից, այս մասին հիշեցնում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը, հավելելով, որ նախապես են տեղեկացրել, որ երկրորդ սերնդի թղթադրամները համարվում են օրինական վճարամիջոց մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը, իսկ այդ օրվանից հետո քաղաքացիները իրենց մոտ ունեցած հին թողարկման թղթադրամները կարող են անվճար եւ անժամկետ փոխանակել Հայաստանի տարածքում գործող առևտրային բանկերում եւ Կենտրոնական բանկում առանց սահմանափակումների։ Բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև 2029-30 ուսումնական տարիներ առյալ ընդունելությունը կիրականացնեն ներկայում գործող իրավակարգավորումներով։ Այդ նպատակով 2025 թվականին ընդունված բարձրագույն կրթության եւ գիտության մասին նոր օրենքի անցումային դրույթներում համապատասխան հստակեցումներ են առաջարկվում։ Նոր օրենքի համաձայն նոր պայմաններով նախատեսվող ընդունելությունը կազմակերպելու է նշված ժամանակահատվածից հետո, երբ բուհերն արդեն պատրաստ կլինեն ընդունելության նոր համակարգի անցմանը։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առարևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցները Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի վարչական տարածքի տարբեր հատվածներում առանց համապատասխան թույլտվության իրականացրել են քարի արդյունահանում, պետությանը պատճառելով 7 միլիոն 349 հազար 390 դրամի վնաս։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է։ Ապրիլի 7-ին ժամը 00:10-ի սահմաններում Կոտայքի մարզում տեղի է ունեցել խոշոր եւ ողբերգական ավտովթար։ Դեպքը եղել է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 12-րդ կիլոմետր հատվածում Շանգրիլա խաղատան հարևանությամբ։ Դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։ Պարզվել է, որ Nissan Magnishի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս բախվել է քարե պատնեշին, ապա ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը։ Վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել պարեկները քաղաքացիների օգնությամբ, իսկ մեկին փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա։ Մինչև դեպքի վայր քննչական խմբի ժամանումը Երևան բժշկագիտական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնին տեղեկացրել են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Հնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլենդ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով, դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Վայլենդ ձեր բնակարանի կայուն եղանակը, Մետեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի փոփոխական երկնքով, սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյուն, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 9-ից 12 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 13-ից 18, Լոռիում 10-ից 13, Տավուշում 13-ից 16 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 16-ից 18, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 20-ից 23, Սյունիքի նախալեռներում 13-ից 16 աստիճան, Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 5-ից 7, ցերեկը 15-ից 17, երեկոյան 11-ից 13 աստիճան։ Եվ հրաժեշտից առաջ հիշեցնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է, այսօրվա հյուրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս և մաղթում խաղաղ գիշեր։